ամիսներ առաջ դուք կուսակցության պատմավոր նախագահ վարչապետի տեխնաց ու Վարդան Ղուկասյանը հայտարարեց. Նաջարյանը փոշմանել է, նկատի ունենալով ԱՄՆ համապատասխան լիազոր մարմնի ներկայացին, ով ակնարկում էր, որ Ղուկասյանի իրավունքն է մեկնել երրորդ երկիր, սակայն անհրաժեշտ չէ հրաժարվել իր կողմից ներկայացված վերաքննիչ բողոքից, որով վիճարկվում էր ԱՄՆ դատական ակտը նրա ԱՄՆ սահմանները լքելու վերաբերյալ։ Փոխարենը առաջարկվել էր փոխել խափանման միջոց կալանքը, ազատ արձակելով նրան այլ պայմաններով։ Ավելին, ակնարկվել էր, որ չհամաձայնվելու դեպքում արվելու է ամեն ինչ, որպեսզի հնարավորինս ձգձգվի Վարդան Ղուկասյանի երրորդ երկիր տեղափոխվելու գործընթացը։ Ի հաստատման այդ առաջարկի, դատախազը դատանին ներկայացրեց միջնորդություն, համաձայնություն հայտնելով, որպեսզի Ղուկասյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխվի։ Սակայն վերջին խոսքի իրավունքը պատկանում էր հենց Վարդան Ղուկասյանին եւ նա հրաժարվեց։ Հրաժարվեց պայմանավորվածություններից, հրաժարվեց քաղաքական կամ իրավական առևտրից, հրաժարվեց կուլիսային փոխզիջումներից։ Փոխարենը դիմեց դատական պաշտպանության, պահանջելով պարտավորեցնել ԱՄՆ լիազոր մարմիններին ի կատար ածել արդեն իսկ արկա դատական վճիռը, որի ուժով նա պետք է տեղափոխվեր երրորդ երկիր։ Չնայած այն հանգամանքին, որ գործը պետք է քննվել արագացված կարգով, ամերիկյան դատարանն այն քննեց շուրջ կես տարի։ Այնուհետև դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ վճիռ հրապարակելու, սակայն նույնիսկ դրանից հետո շուրջ 2 ամիս վճիռը չէր հրապարակվում։ Ի վերջո, այսօր հրապարակված դատական ակտով արձանագրվեց, որ նման նախադեպ, երբ դատարանը պարտադրում է լիազոր մարմիններին անապահ ի կատար ածելու իրենց իսկ տված վճիռը, հնարավոր չէ իրականացնել եւ պահանջը մերժեց։ Այս ամենը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ խոսքը վաղուց միայն միգրացիոն կամ վարչական հարցի մասին չէ։ Խոսքը քաղաքական, աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային նշանակություն ունեցող գործընթացի մասին է։ Ընտրությունների շեմին գերտերությունները շատ լավ հասկանում են, որ Վարդան Ղուկասյանը սովորական քաղաքական գործիչ չէ։ Նա տարածաշրջանում ուժային եւ քաղաքական հավասարակշռություն փոխելու ներուժ ունեցող խաղացող է։ Մի կողմից Միացյալ Նահանգները փորձում են նրան պահել իր ազդեցության տերությունում, մյուս կողմից Ռուսաստանը եւս հասկանում է, որ Հայաստանի ներսում ձևավորվող նոր քաղաքական իրականությունում Վարդան Ղուկասյանի գործոնը անտեսել այլևս հնարավոր չէ։ Բայց ամենակարևորը այն է, որ ամիսներ շարունակ անազատության մեջ պահվող մարդը շարունակում է մնալ քաղաքական օրակարգ թելադրող դեմք, աննախադեպ երևույթ է սա։ Կան մարդկանց տեսակներ, որոնց հնարավոր է ֆիզիկապես մեկուսացնել, բայց անհնար է կոտրել։ Եվ հենց այդ պատճառով էլ անգամ անազատության մեջ Վարդան Ղուկասյանի խոսքը շարունակում է ազդեցիկ մնալ։ Այսօր արդեն շատերը հասկանում են, խոսքը մեկ մարդու մասին չէ։ Խոսքը քաղաքական կամքի չկոտրվելու, բնավորության եւ Հայաստանի ապագայի համար մղվող պայքարի մասին է։ Եվ անկախ նրանից, թե Վարդան Ղուկասյանը ընտրությունների օրը գտնվելու է ազատության թե անազատության մեջ, դա քաղաքական թիմը, կուսակցությունը նրա առաջնորդությամբ մասնակցելու է ընտրություններին։ Մասնակցելու է ոչ թե հերթական քաղաքական առևտրի համար, այլ Հայաստանից խլված արժանապատվությունը վերադարձնելու համար։ Այս պայքարը դադարեցնելու ուժ այլևս չկա, որովհետև գաղափարները հնարավոր չէ կալանավորել, ժողովրդի կամքը հնարավոր չէ փակել բամբի պատերի մեջ։ Ու որքան էլ ավելի են փորձում լրացնել Վարդան Ղուկասյանին, այնքան ավելի բարձր է իջնում նրա անունը ժողովրդի մեջ։ Արևային Հայաստանը կառուցվելու է ոչ թե վախեցածների, այլ մինչև վերջ կանող մարդկանց ձեռքերով։ Եվ այդ ճանապարհն արդեն սկսվել է։ Վերջի խոսքի իրավունքը պատկանում է Վարդան Ղուկասյանին։ Կամ կհամաձայնի, որպեսզի վերադասության կարգով քննվի բողոքը եւ փոխվի խափանման միջոց կալանքը, կամ, ինչպես ինքն է ասում, խոռոփած ունի նման արդարադատության վրա եւ ընտրություններից հետո հաղթանակին տապնապսակով վերադառնալու է Հայաստան ժողովրդի վստահությամբ ու քաղաքական հաղթանակով։ Անկախ նրա որոշումից, կուսակցությունը մասնակցելու է ընտրություններին Վարդան Ղուկասյանի առաջնորդությամբ, իսկ յուրաքանչյուր ճնշում, յուրաքանչյուր արհեստական խոչընդոտ միայն ավելի ամրացնելու ընտրողի պայքարի վճռականությունը։ Վարդան Ղուկասյանի առաջնորդությամբ
կառուցվել է այնպիսի Հայաստան, արևային Հայաստան, որտեղ հայ մարդը այլևս օտարի դեսպանատան դուռը չի գնա իր ապագան մուրալու։